Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ arczepiskopos Գալստանյանի օգնական Մովսես Շարբաթյանի եւ բլոգեր Արմեն Ալեքսանյանի խափամամիջոց տնային կալանքը դատարանը փոխում է վարչական հսկողությամբ։ Ներկայացված փաստաթղթերին պատվարժան դատարան։ Դատախազը սակայն միջնորդել էր նրանց տնային կալանքը երկարաձգել եւս 3 ամսով։ Մովսես Շարբաթյանն ու Արմեն Ալեքսանյանը առողջական խնդիրներ ունեն, պնդում են փաստաբանները։ Դատարանը խափամամիջոցը փոփոխելիս հաշվի է առնում այդ փաստը։ Մեղադրյալը փաստացի ապացուցել է Բագրատ Սրբազանի եւ նրա 17 աջակիցների գործով մյուս մեղադրյալ Կարո Օկումուշյանի տնային կալանքը սակայն 3 ամսով երկարաձգում է դատարանը։ Բավարարում մեղադրողի միջնորդությունը։ Դատարանը ըստ էության հաշվի չի առնում պաշտպանների պնդումը, որ Օկումուշյանը տան միակ կերակրողն է։ Նա այս գործով կալանավորված Հայաստան խմբակցության падգամավոր Արթուր Սարգսյանի ընտանիքի վարորդն է։ Կարո Օկումուշյանի խնամքին են գտնվում 2 անչափահաս երեխաներ։ Նա հանդիսանում է ընտանիքի հիմնական եկամտի աղբյուր, նրա աշխատանքն է եղել, վարորդի աշխատանք է ունեցել, սակայն 8 ամիս շարունակ փաստացի չաշխատելու պայմաններում, ինչպես նաև 10-11 միլիոն դրամ վարկային պարտավորության արկայության պայմաններում, այդպիսի հանգամանքներ կան, ընտանիքը հայտնվել է լրջագույն ֆինանսական խնդիրների առաջ։ Փաստաբան Արամ Վարդևանյանը նկատում է, Կարո Օկումուշյանը պատշաճ վարքագիծ է դրսևորել նույնիսկ այն ժամանակ, երբ տնային կալանքի առաջին 20 օրը առանց էլեկտրոնային սարքի եսկողության է եղել։ Ինչու է դատարանը բավարարում դատախազի միջնորդությունը, խափամամիջոց տնային կալանքը թողնում անփոփոխ։ Պատվարժան դատարան, անկեղծ եմ ասում, ես համարեք դիմում եմ ձեզ քվազի մեխանիկական կալանքի երկարաձգման պրակտիկայից զերծ մնալու համար։ Ես դա նույնիսկ պահանջ ունեմ, որովհետև դա թե սահմանադրական դատարանի, թե վճռապետ դատարանի, թե եվրոպական դատարանի նախադեպային իրավունքով արգելված վարքագիծ է։ Դիտավորություն է տեսնում ընդդիմադիր падգամավոր Արթուր Սարգսյանը իր ընտանիքի վարորդի տնային կալանքը եւս 3 ամսով երկարաձգելու մեջ։ Կային օրը, որ ասել եմ, դե ես ընկեր Իգորը եւ Սրբազանը պիտի մնան կալանքի տակ, երևի իմ խոսքին հատու Կարոյին պահեցիք։ Սրբազան պայքարի առաջնորդն էլ է համակարծիք Արթուր Սարգսյանի հետ։ Ոչ թե Կարոյին, այլ Արթուր Սարգսյանին եք պատժում։ Կարոյի տնային կալանքը նույնը թողնելով դատարանում հայտարարում է Սրբազան հայրը։ Այո, արդարադատություն եք անում, բայց թույլ տվեք այդ բառը ստուգաբանել։ Դատում եք արդարությունը, ոչ թե արդարադատությունը իրագործում։ Հենց այսօր ես էլ հետ չգնամ։ Կարո Օկումուշյանը ինչով էր տարբեր մյուսներից։ Կարոն ընդհանրապես որևէ բանի հետ կապ չունի։ Ինչով էր տարբեր։ Կարող եք փաստել դա։ Կարող եք վկայել, թե ավտոմատ դրված թե ինչ ասում է, ուրեմն դա է։ Բագրատ Սրբազանի եւ նրա 17 աջակիցների գործով դատական հաջորդ նիստը փետրվարի 25-ին է։ Էդգար Ղուշչյան, Նորայր Շարբաթյան, Հայլուր։